Հիսուս Քրիստոսին, անկեղծ ասած, իմ սրտում այս թեմայի շուրջ էլի կար խոսելու, ոչ այսօր, բայց ոնց որ սպասում էի այդ հարմար օրը գար, հետո զգացի, որ այդ օրը եկել է, ես ուզում եմ շարունակել այս նույն թեման մի փոքր ավելի տենց շարունակել, լրացնել, Աստծո խոսքը այնպես է, որ տարբեր կողմերից կարող ես մոտենալ, խոսել եւ անverջ եւ թվա թե որ դու արդեն լրիվ ասեցիր հետո անցնում է ժամանակ տեսնում ես դու մի տոկոսը չես ասել այնքան ավելի խորություններ կան ես մի անգամ մտածում եի Աստծո պատվիրանքները որ Աստված ինչի է այդպիսի պատվիրանքներ մեզ տալիս կամ իր խոսքերը հետո ինձ այսպես բացվեց որ ինչ պատվիրանք որ Աստված մեզ տվել է ինքը այդպիսին է Ինչ որ ինքը ասել է, ինքը այդպիսին է։ Օրինակ Աստված չի պահանջում մեզանից, որ մենք սիրենք թշնամիներին, բայց ինքը մենք երբ որ թշնամի ենք, գրված է նախ ինքը մեզ սիրեց։ Ներելը ինքը մեզ ներեց առաջին իրավորթյով, նոր մեզանից պահանջում է ներել։ Բոլոր պատվիրանքները, ինչ որ Աստված պահանջում է, դա իր էությունից է։ Ինքը այդպիսին է եւ ինքը ուզում է որ մենք էլ այդպիսին լինենք այսինքն չկա այդպիսի խոսք որ Տերը ասի ու ինքը այդպես չլինի ինքը ոնց որ հակառակը անի բայց մեզանից ուրիշ բան պահանջի դրա համար պատվիրանքները ծանր բան չեն դրանք Աստծո էությունն են Աստծո բնությունն են հիմա տեսեք Տեր Հիսուսը ասեց երանելի է տալը քան առնելը ինքը այդպիսին էր ուզում եմ այդ տեղը կարդալ Երկրորդ Կորինթացիների 8-րդ գլխի 9 համարից այսպես է գրված Քանզի դուք գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը թե ինք ձեզի համար աղքատ եղավ անոր հարուստ էր որպեսի դուք անոր աղքատանալովը հարստանաք Հիմա այս համարի մեջ Հիսուսը տվեց թե առավ Տվեց, չէ, ինքը հարուստ էր, բայց մեզ համար աղքատացավ, մենք որ աղքատ ենք, իր աղքատանալով մենք հարստացանք։ Երանելի է տալը քան առնելը, սա Աստծո բնությունն է, սա իր շնորհքն է, չէ, Հիսուս Քրիստոսի շնորհքը գիտենք, որ հարուստ էր աղքատացավ։ Հիսուսը իր մեջ կյանք ուներ, ինքը մահացավ, այդ կյանքը տվեց, որպեսի իր մահով մենք որ կյանք չունենք մահվան մեջ ենք կյանք ստանանք եւ Տեր Հիսուսը ասեց եթե ծորենի հատը ընկնելով չմեռնի ինքը մենակ կմնա բայց որ մեռնի ինքը շատ արդյունք կտա էլի Հիսուսը տվեց չէ հիմա շատ կարեւոր է խոսենք մեր մասին ես սիրում եմ խոսել մեր մասին մեր ներսի վիճակների մասին իմ եւ Աստծո հարաբերության մասին, որտեվ դա շատ կարեւոր է, դա Աստված ուզում է, չէ, որ մենք մաքուր սիրտ ունենանք, իր ուզածի պես լինենք։ Մի քանի տենց փակագծեր ուզում եմ բացել եւ մենք ամեն մեկս տեսնենք ես այս խոսքի մեջ ապրում եմ երանելի է տալը քան ապրելը։ Արա եղբայրը ասեց, որ իհարկե Առաջինը մարդսա ֆինանսական առումով է հասկանում, բայց դա դեռ մակերեսորեն է, սրա մասին չի բուն ոնց որ խոսքի էությունը։ Թեպետ այստեղը, որ ես կարդացի, Քրիստոս հարուստ էր աղքատացավ, սա տալու մասին է գրված, եթե մենք կարդանք Երկրորդ Կորինթացիների 8-րդ գլուխը, հենց այդ մասին է, որ այս շնորհքը ձեզի ցուցնեմ, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցին, որ ծանր աղքատության մեջ ավելի առատաձեռն եղան եւ մեծ փորձության նեղության մեջ իրանց ուրախությունը ավելացավ։ Այսինքն սա կա նաեւ տալու որպես նյութականի մասին, բայց մենք եկեք ավելի խորը նայենք։ Այդ ավելի խորը որ լինի, այն մեկը կլինի ու կլինի։ Մի եղբայր տենց տուն էր գնել, կառուցել եւ տվել էր եկեղեցու օգտագործման, միջև հիմա հիշում եմ Մամիկոն եղբոր խոսքերը իմ ականջիս մեջ է, ասեց որ մարդը իր սիրտը Տիրոջն է տալիս, տունն ինչ է որ չտա, նենց լավ ասեց, նենց կպավ սրտիս, էլի, ասում է թե մարդը իր սիրտը տվել է Տիրոջը,
Տոն ինչա որ չտա, մեքենան ինչա որ չտա, նյութական ինչա որ չտա, այսինքն կարևորը ներսի վիճակները։ Հիմա ասում եմ մի փոքր անցնենք մեր ներսի վիճակներին եւ տեսնենք ես ինչքանով եմ ապրում Տիրոջ հետ եւ ուրախանում եմ տալուց, թե ուրախանում եմ առնելուց։ Եկեք նախ առաջինը դա մեզ բռնացնենք։ Ես երբ որ մի բան տալիս եմ, թե նյութական, թե հոգևոր առումով, ուրախանում եմ, որ կարողացա մեկին տալ, թե ուրախանում եմ, որ ինձ են տալիս, ինձ տվեցին։ Եկեք քննենք, մեր սրտերը չար ու խաբեբա են, խորամանկ է շատ մարդու սիրտը, եւ մենք պետք է կարողանանք տեսնենք։ Սուրբ Գիրքը ասում է միշտ հիշենք երանելիա տալը, քան առնելը։ Հիմա մի հարցի շուրջ եմ ուզում ասեմ։ Տենց դեպքեր լինում է օրինակ պահանջկոտ, մարդը պահանջկոտ է։ Պահանջկոտ մարդը իր էությամբ դա տվող մարդ չի, դա առնող է հոգևոր իմաստով։ Ինքը ուզում է, որ միշտ իրան անեն։ Օրինակ եմ պատմում։ Մեկ ասում է հիվանդացել էի, ոչ մեկ ինձ չեկավ տեսնելու։ Ասում եմ, հեչ քո կյանքում եղել է, որ դու ուրիշ հիվանդի գնաս տեսնես։ Ասում է, չէ, իմ կյանքում տես բան չի եղել։ Ասում եմ, բա Աստծո խոսքը կատարվում է, որ չես ցանել, ոնց հնձես։ Սուրբ Գիրքը ասում է, ցանեցեք եւ առատությամբ պետքա հնձեք։ Հիմա տես, ես հիվանդացել եմ եւ պահանջ ունեմ։ Ինչի ես հիվանդացել եմ, ինձ չեն եկել տեսնելու։ Բայց մտքովս չի անցնում, որ այդքան լինում է դեպքեր, լսում ենք, հիվանդանում են մեր ժողովրդից, հիվանդանոցում են լինում, ես մի օր չեմ գնացել։ Այսինքն երանելիա տալը, քան առնելը, որ դու անես, ոչ թե պահանջես, որ քեզ անեն։ Կամ ասում եմ, մեր տուն քիչ են գալիս, քիչ են այցելում, ասում եմ, մենակ 4-5 անգամ գիտեմ, որ այս դեպքերը եղել է ձեր տուն այցելելու տարբեր առիթներով։ Իսկ եղել է դուք ինչ-որ մեկին գնաք, այցելեք, էլի առիթներ ա լինում, երեխա ծնվում, տուն են առնում, տեղափոխվում են, ոնց որ դուք գնացել եք մեկին այցելության, ասում եմ, չէ, չենք գնացի, ասում եմ, բայց պահանջում եք, որ գան ձեր տուն, բայց դուք ուրիշի տուն գնալ չկա։ Այսինքն մարդը սա կարող է չտեսնի, բայց չէ որ դու այդ պահանջելը դու ուզում ես որ քեզ տան, բայց Տերը ասեց երանելիա տալը, քան առնելը, չէ։ Ինչքան նուրբ պահեր կամ մեր ներսը, մեր հոգու աշխարհում Աստված դա տեսնում է, մեզ սիրում է, համբերում է եւ ուզում է ուղղության բերի։ Երբ կարող է մարդը տալ, առանց աստվածային կյանքի հանդիպման, առանց Աստծո հետ հաղորդակցության, մարդ բնության մեջ տալը չկա։ Մարդ բնության մեջ մենակ իրան տան, իրան անեն, մեղքի բնությունը դա է, մարդ բնությունը դա է, իր անձի օգուտը փնտրել։ Եթե ես փնտրում եմ իմ անձի օգուտը, ես նշանակում է միշտ ուզում եմ, որ ինձ տան, ինձ անեն, բայց Տերը ասեց միայն ձեր անձի օգուտը մի փնտրեք, դիմացինի անձի օգուտը փնտրեք։ Սա պիտի աստվածային կյանքը լինի։ Տեսեք, ավելի հասարակ օրինակ բերեմ, նուրբ հարց է, սա դիմացինը կարող է չնկատի, բայց որ ոնց որ դու նկատում ես, դու կարողանում ես սա տեսնես։ Ընդունենք մեկին մի բան է պետք եւ իր հետ պետքա պայմանավորվել։ Իրանա դա պետք, ինձ պետք չի։ Հիմա ասում եմ, ես ինչ օր, ես ինչ ժամին կարող եմ, չէ, ինձ հարմար չի, ինձ ես ինչ օր, ես ինչ ժամին է պետք։ Վերջը տենց չեն կարող պայմանավորվենք։ Մի անգամ որ դա տեսնում ես, շատ բաներ տեսնում ես, չես ասում, որտեվ Աստված էլ տեսնում է, սպասում է, որ մեզ բացվի, բայց մի քանի անգամ եղել է, չեմ դիմացել, ասել եմ կներես, սա քեզ է պետք, դու պիտի փորձես հարմարվես, սա քո համար է, նոր հասկանում է, որ սա իր համար է, բայց ինքը դիմացինին է ուզում իրան հարմարացնի, ոչ թե ինքը հարմարվի, սա էլ է, չէ, ուզում ես առնես, բայց չես ուզում տալ։
Եթե դու դիմացինի հետ հարմարվում ես զոհելով քո ընդունենք քնի հաշվին, քո հարմարավետության հաշվին, քո ժամն ես փոխում, այսինքն դու տալիս ես դիմացինին, իրա օգուտն ես փնտրում, իրան ես հարմարվում։ Բայց եթե դու ուզում ես միշտ քեզ հարմարվեն, չէ, ես այս ժամին քնում եմ, ես չեմ կարող շուտ արթնանամ, ես այս ժամին այս ունեմ, այն ունեմ, դուք ինձ բոլորդ հարմարվեք։ Սա տալը չի, սա առնելն է։ Իսկ Տիրոջ խոսքը ասում է երանելիա, տալը քան առնելը։ Ինչքան նուրբ հարցեր կա, տեսնում ենք։ Ես միշտ զարմանում եմ Աստծո մեծության վրա, ինչ մեծ է մեր Աստված։ Քննում է մեր բոլոր սրտերը ու համբերում է մեզ, ու սիրում է մեզ, ու շարունակում է իր գործը մեր կյանքում, ուզում է իրա պես լինենք, ուզում է, որ մենք կատարյալ լինենք։ Տեսեք, ցանելու օրենքը, երբ որ մենք ցանում ենք, մենք տալիս ենք, չէ՞։ Բայց մի բան իմանանք, չկա այդպիսի բան, երբ որ մարդը պահի Աստծո խոսքը եւ ինքը տուժի։ Տենց բան հնարավոր է։ Աստված արդար Աստված է, երկնքից նայում է։ Հնարավոր է ես Աստծո խոսքը պահեմ եւ տուժեմ։ Անկամ Տեր Հիսուսի օրինակով մենք կարող ենք ասել, ան որ հարուստ էր, աղքատացավ, որ մենք իրա աղքատանալով հարստանանք, բայց Տեր Հիսուսը չմնաց աղքատ, ինքը ձեռք բերեց եկեղեցին, եւ մենք կարդում ենք, որ իր առաջ կեցած այդ ուրախության համար խաչը հանձն առավ, ամոթ արհամարեց, ինքը եկավ, դրեց, տվեց, բայց հայրը արդար է, Աստված իր մեջ արդարությունը կա, ինքը չի մնում աղքատ, ինքը հարստացավ եկեղեցիով եւ եկեղեցին իր մարմինը պետքա կազմի եւ դա էր իր փափագը։ Հիսուսը, որ իր կյանքը տվեց, մահացավ, որպեսի մենք կյանք ունենանք։ Մնաց մահացած? Ոչ, հարություն առավ, կենդանի է։ Այսինքն մենք մի բան լավ իմանանք, եթե ես Աստծո խոսքը պահելով թվում է թե տուժում եմ, ինձ տենց է թվում, երևույթով մարդիկ կողքից ասում են դու տուժում ես, իրականում չենք տուժում, շահում ենք, Աստված տեսնում է եւ արդար հատուցում անում։ Հիմա տեսեք, ցորեն ցանելը, եկեք հասարակ այդ օրինակը քննարկենք։ Մարդը ունի մի պարկ ցորեն, ցանում է հողի մեջ, տալիս է հողին, չէ՞, ինքը տվեց ցորենը, չէ՞, հիմա պարկը նայում է դատարկ, թեթև, միջև 50 կիլոն բարձրացնում էր, ասում էր, ինչ ծանր է, այսքան ցորեն ունեմ, հիմա ոչ մի բան չունի։ Կորցրեց, չէ, ինքը չկորցրեց, ինքը տվեց, այդ տալը կորցնել չի, տալը ձեռք բերել է, որովհետև հետո ինքը պետք է հնձի 30, 60, մինչև 100 Սուրբ Գիրքը ասում է, որ մարդը կարող է հնձել։ Հիմա պետք է ցանես, որ հնձես, պետք է տաս, որ քեզ տրվի։ Չէ, այդպես չասեց Տեր Հիսուսը, տվեք եւ ձեզ պետք է տրվի, լեփլեցուն, ձեր գոքը, սա միայն ֆինանսական դրամային առումով չի, որ տվեք ու ձեզ պետք է տրվի, սա նաեւ հոգեվոր առումով է, այն օրհնություններ, Աստված տեսնում է, մի եղբոր ես տենց ուղղակի վկայություն լսեցի, չէի ճանաչում այդ եղբայրով էր, որ ինքը արտասահմանի տենց եղբայրներից էր, իրան զրկել էին եւ ոնց որ այդ զրկելու պատճառով իրան բացվել էր, որ երբ որ անիրավ տեղը քեզ զրկում են, Աստված դա երկնքից տեսնում է եւ Աստված արդար լինելով քեզ պետք է հատուցի եւ այնքան էր ուրախացել, որ իրան զրկել են, տենց բան աշխարհում չկա, հիմա մենք մարդկանց ասեն այս հաստատ հոգեկան հիվանդ են, շեղվել են այս հավատացյալները, մարդուն զրկեն ու ինքը ուրախանա, բայց իրան բացվել էր, որ Աստված դա տեսնում է երկնքից եւ Աստված ասել էր, ես քեզ պետք է հատուցեմ դրա համար եւ ինքը ուրախացել էր, ու ավելի շատ էր, Աստված առատ ավելի քան մենք, եթե ընդունենք ինձ մեկը զրկեն հավատքի համար, Աստված հաստատ մեկը ինձ հետ չի հատուցելու, ավելին է հատուցում Աստված այդպիսին է, դա ցանելու օրենքն է, մի ցորենը որ ցանում ես 100 հատիկ ցորեն կարող ես դու հնձել, եթե Աստծո օրհնությունն է լինում,
կարևորը ժողովուրդ ջան, մենք մեր համար թանկ լինի Աստծուն չկորցնենք մեր կյանքում, Աստծո ներկայությունը, Աստծո օրհնությունը, կարևոր չի, ես տուժեցի, ես զրկվեցի, ես վնաս քաշեցի, Աստված այդ ամեն ինչը տեսնում է եւ ինքը արդար Աստված է։ Եկեք սրտանց հավատանք այս խոսքերին, երանելիա տալը քան առնելա, սա դժվար է սրան հավատալը, գիտեք, որտեվ սա մեզ ձեռնատու համար չի։ Օրինակ Սուրբ գրքում կան ձեռնատու համարներ, մարդը միանգամից սա ընդունում է, հավատա եւ կունենաս հավիտենական կյանք։ Ինչքան լավ է, մարդը տենց լավ համարներ կան, տենց արագ է ընդունում իր սրտի մեջ։ Բայց կան համարներ Սուրբ գրքից, որ մարդու անձի մեղքի բնության, մարդ էության հակառակ են, չէ՞։ Օրինակ սիրի քո թշնամուն, օրհնի քեզ հալածողներին, բարիք արա քեզ անիծողներին, սրանք դժվար համարներ են։ Սա մարդը միանգամից նենց հալած յուղի պես չի ընդունում իր սրտի մեջ ու սրտանց հավատում ու իր կյանքում կիրառում այս խոսքը։ Հիմա այս համարն էլ այսօր որ կարդացվեց եւ խոսում ենք սրա մասին, սա էլ հեշտ համար չի։ Երանելիա տալը քան առնելը, սա հեշտ համար չի։ Մարդը ուզում է որ ինքը հանգիստ իր համար ապրի, բերեն իրան տան, իրան անեն, ինչ որ պետք է, ինքը չի ուզում անել։ Բայց հոգևոր կյանքը, աստվածային կյանքը եւ մեղքի մարմնավոր աշխարհային կյանքը իրար խիստ հակառակ են եւ իրար խիստ տարբեր են։ Ես հիշում եմ բանակում, որ մի տարի ջրով մկրտված էի, գնացի բանակ, իմացան, որ ես հավատացյալ եմ, այնքան էին խրատում, այնքան բաներ էին ասում, մեկը մի բան ասեց, մինչև հիմա հիշում եմ, ասում է, աշխարհը էդի պատկերացրա մի հատ, դե էդի ռայոնում էր, ոնց որ Սիսիանում, ընդեղ այդ գյուղից էր այդ սպան, ասում է, պատկերացրա մի մեծ դմակ է կախած, ու ասմա քո ձեռը դանակ կա, ինչքան կարաս հասնես, պոկես վերցնես, ասեց, այ տենց պետք է ապրես, դու հավատացյալ ես պետք, ինչ ասում էին, ես սրտիս մեջ ասում էի, ես իրոք հակառակն է, ճիշտ հակառակն է ասում, աշխարհը ինչ որ ասում է ու Աստծո խոսքը իրար ճիշտ հակառակ են, այնքան բաներ են ասել, որ ես իրանց թվում էր, որ ինձ պետք է թուլացնեն, բայց ես դրանով ավելի էի զորանում, Աստծո խոսքը ավելի էի զորանում, որ այո, ինչ մեջ շնորհք ու ողորմություն եմ գտել, Աստված ինձ գտել է իր որդին է սարքել, ու ինձ բացվել է կյանքը, հավիտենական կյանքը, եւ Աստված ուզում է, որ այդ կյանքի մեջ մենք առաջ գնանք եւ ավելի ու ավելի առատանանք այդ կյանքի մեջ։ Տերը թող մեզ օգնի, ես չեմ ուզում շատ երկարացնել, Աստծո խոսքը անverջ կարելի է խոսել, բայց մեզ համար կարևոր բաներ կա, որ մենք Աստված օգնի, որ մենք առնենք մեզ համար։ Եկեք սրտանց հավատանք, երանելիա տալը քան առնելը։ Գիտեք ինչի համար, որտեվ դա նախ առաջինը մեր Աստվածն է ասել։ Երկրորդը մեր Աստված արդար Աստված է, տենց բան գոյություն չունի, նորից եմ կրկնում, Աստծո խոսքը պահես եւ տուժես։ Աստծո խոսքը պահելուց տուժել հնարավոր չի։ Կարող է ինձ թվաց, թե ես կորցրեցի մի պարկ ծորենը, տուժեցի, հիմա ունեի, հիմա չունեմ, բայց որ գալիս է հնձելու ժամանակը, նոր հասկանում ես, որ դու չես տուժել, դու ավելիով ես հնձում։ Եթե մեկը ինձ չի հասկանում, այդ եղբորը նաև բացվել էր, որ օրինակը բերեցի, որ մարդիկ իրան չեն հասկանում, բացվել էր, որ Աստված իրան հասկանում է։ Եվ ուրախացել էր, ասում է, երբ որ բացվեց ինքը ներքին սենյակում, տենց աղոթքի ժամանակ, երբ որ բացվում, ասում է, կինը խոհանոցում այնտեղ ճաշ էր պատրաստում, ասում է, գնացի վազելով խոհանոց, ասի կնոջս, ինչ լավ է, որ մարդիկ ինձ չեն հասկանում, ասում է, քեզ ինչ եղավ այ մարդ, ասում է, ինձ բացվեց, որ Աստված է հասկանում,
Թող մարդիկ ինձ չհասկանան, թող մարդիկ ինձ չգնահատեն, թող մարդիկ պոկեն ինձանից, ինձ զրկեն, թող մարդիկ ինձ վնաս հատուցեն։ Աստված, իմ հայրը, արդար Աստված ինքը տեսնում է եւ ինքը հատուցում է։ Ժողովուրդ ջան, մենք հավատացյալ կոչվելով նշանակում է հավատքով պետք է ապրենք, հավատքով ապրենք։ Եկեք հավատքով ապրեք։ Այսօր այնքան երբ էր հիմա ասեմ իմ papan 20 տարի առաջ անընջել եւ այդ ժամանակ որ մաման գնաց այդ ժառանգությունը մենակ այդ Թումանյանի վրա այդ նոտարականում որ ձևակերպեր այնտեղ նստած տեղը ասում է ինչքան կռիվներ կար ժառանգության համար ինչքան վեճեր կար ժառանգության համար եւ այնքան ականատես ենք լինում մի ընտանիք կա հայրը մայրը մահանալուց առաջ մի տղա ունի երկու աղջիկ ես ներկա եմ եղել հայրը մահացավ ասեց այս տունը տղայիս է որտեվ աղջիկներին տներ տվել է այդ հայրը հարուստ մարդ էր սովետի ժամանակ գործարանի տնօրեն էր հիմա երկու աղջիկ ունի ամեն մի աղջկան տներ տվելա այդ իրանց տունը հայր ոնց որ կար ապրում էին ասեց էսի տղայիս տունն է մահացավ մաման մահանալուց առաջ ես ներկա եմ եղել էլի ասեց էսի տղայիս տունն է մահանալուց հետո աղջիկները կռիվ են անում չէ էս մենք ստեղից բաժին ունենք 1/3-ը պետքա տակ հիմա այդ միակ տղան ոնց որ ասում է դուք գիտեք մամայի papayi պատվերը այսպես է ձեզ տներ տվել է սա մնում է ոնց որ ինձ եւ իմ ժառանգը տղայի ասում են չէ հիմա ես հորդորում եմ իրանց Աստված տեսնում է մեզ ավելի մեծ օրհնություններ կան ավելի մեծ ժառանգություն կա նյութականի համար կռիվ չանենք մի դժվար համար էլ ասեմ, քանի առիթ եղել է, շատ դժվար համար է։ Ես նայում եմ միշտ այդ համարը կարդալուց, ասում եմ, Տեր, ինչքան դժվար է։ Ասում եմ, ձեր ստացվածքի կողոպտվելը ուրախությամբ ընդունեցեք, գիտնալով, որ մնայուն հավիտենական ստացվածք ունեք երկինքը։ Կարում ենք հավատանք, հեշտ է։ Այս են համարը չի հավատա ու կփրկվես դու եւ քո տունը։ Էդի շատ լավ համար է, սիրում ենք այդ համարը, բայց սա դժվար խոսք է։ Ուրախությամբ, հիմա ես մտածում եմ, ընդունենք, ունեմ տուն, մեքենա, ինչ որ մի ստացված։ Հիմա գան իմ ձեռից խլեն։ Ես այդ պահին ուրախանամ, թե կտրտմեմ։ Դժվար է, չէ, ժողովուրդ ջան, պետք է անկեղծ խոսենք։ Եթե Սուրբ Հոգու լեցունությունը լինի, եթե Աստվածային կյանքի թագավորությունը լինի, օրինակ Աբրահամը հարուստ մարդ էր, ինքը իր օրերի մեջ ուներ ծառաներ իր տան մեջ ծնված 300 զինվոր պատրաստեց, գնաց Ղովտին ազատեց, բայց ասում է վրանների մեջ էր ապրում, որտեվ դիտելով սպասում էր այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված էր։ Մովսեսին բացվեց, որ Եգիպտոսի գանձերը թողեց, ընդունեց Քրիստոսի Աստծո ժողովրդի հետ չարչարվելը Քրիստոսի նախատինքը, որովհետև վարձքի հատուցումը տեսավ։ Հիմա պատկերացրեք, այդ պահին գալիս են քո տունը, քո մեքենան, քո ամբողջ ստացվածքը քեզանից խլելու եւ Աստված քեզ հոգով տեղափոխում է երկինք եւ ցույց է տալիս ոսկեղեն քո տունը Սուրբ Երուսաղեմ քաղաքում։ Աչքիդ կերևա այս տեղի, չգիտեմ, մի հարգանի լինի, երկու հարգանի լինի, 10 հարգանի տուն ունենաս։ Երկրի վրա աչքիդ կերևա դա, երբ որ Աստված քեզ ցույց տա քո երկնային Երուսաղեմի քո տունը։ Կասես ես երկրի վրա ինչքան շուտ ձեռիցս առնեն, ինձ էլ իմ կյանքն էլ ինչքան շուտ առնեն, այնքան լավ, այնքան շուտ կգնամ իմ հավիտենական բնակարանը։ Սա է հավատքի կյանքը, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ մենք այս հավատք ունենանք եւ այս